Բարի երեկո Հայաստան, բարի երեկո սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք, անկեղծ ասած այսօր շատ կարևոր գործեր ունեի, որոնց ավարտից հետո անմիջապես տուն մտա և ընդամենը երևի մի քանի ժամ առաջ իմացա, որ վաղը ուրեմն դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռում բոլորս հավաքվելու ենք և ուրեմն հանգստի կոչենք մեր արդար պահանջը վեհարանվեհի ուրեմն վերնագրով Շատ ցավում եմ բոլոր հնարավոր տարբերակներով այս պահին փորձում եմ տոմս գնել, որպեսզի ես ինքս գամ և մասնակցեմ վաղվա ուրեմն այս հանրահավաքին, որովհետև շատ կարևոր ինձ համար հանրահավաք է սա Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, ընթերցողներին, մենք բոլորս սպասել ենք այսօրվան, մենք բոլորս սպասել ենք ուրեմն այս հանրահավաքին և բոլորս վաղը մեկ մարդու պես պետք է գնանք այնտեղ փրկելու հայ առաքելական եկեղեցին և ամենակարևորը խնդրում եմ բոլորիդ, ես հասկանում եմ ձեր հույզերը, ես հասկանում եմ ձեր մտավախությունները և ամեն ինչ ես հասկանում եմ, չենք տրվում սադրանքներին, հանգիստ մենք պետք է առ Աստված նախ բարձրացնենք մեր աղոթքը, որից հետո հանգիստ մթնոլորտում մենք հանգիստ պայմաններում պետք է բարձրացնենք մեր պահանջը և պետք է ազատագրենք հայ առաքելական եկեղեցին կտրիչանման սրիկաներից Սիրելի ընթերցողներ, հարգելի ժողովուրդ, սիրելի ազգ, հետևորդներ, ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ և այսօր ես ուրեմն Տեր Կիրակոսի հարբած լուսանկարը հրապարակելուց հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր երկրներից, որպեսզի փաստեր տամ, հանրայնացնեն, հոլովակներ, սիրելիներս, ես բոլորին այս պահին մերժել եմ, որովհետև ես ինքս ցավ եմ ապրում, երբ խայտառակվում է հայ առաքելական եկեղեցին, երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորը այսքան անպատկառ է, այնինչ կա իմ ձեռքի տակ ես հավատացեք ցանկություն անգամ չունեմ հանրայնացնելու, որովհետև դա իմ ազգի պատիվն է, բայց նրանք մեզ այլ երկ չեն թողնում։ Ես լիահույս եմ, որ վաղը մենք կհասնենք տրամաբանական ավարտին և կրկնում եմ հնարավորության դեպքում, եթե կարողանամ տոմս գնել, թեկուզ այս գիշեր հնարավորության դեպքում ես ինքս կմեկնեմ Հայաստան մասնակցելու վաղը ժամը ուրեմն 17:00-ին Էջմիածնում նշված հանրահավաքին, այսքան է այս ժամի համար։